Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղի դաշտերը բնակավայրի անվանը համահունչ ցամաքած են ավելի քան 30 տարի։ Բնակիչների խոսքերով նախկին ոռոգման ցանցը քանդվել է, իսկ նորը չի կառուցվել։ Ոռոգման ջրին այստեղ սպասում են տասնյակ տարիներ։ Կապսի ջրամբարից ինչ որ նախատեսում էր մեր գյուղին ջուր բերեն էլի։ Ընթացքի մեջ այդ գործողությունը։ Անձրևները քիչ են, հողը չորացած։ Ամեն տարի նույն մշակաբույսերն են ցանում, գարի ցորեն։ Ցամաքասարցիներն են ասում, 5 տարին մեկ են նորմալ բերք ստանում։ Ամեն տարի երաշտ է։ Այս տարվա ցորենի բերքից դժգոհ չեն, բայց գարին լավ չաճեց։ Դառնան գլուխ անձրև եկավ, ցուրտ ու քամին չթողեց աշխատեր, որը ժամկետ ոնց որ անցավ, հետո արևը խփեց, արդեն ուշ էր։ Մի անգամից չորցրեց։ Այս տարի ոչինչ, միջին տարի լավ էր։ Մեկ ինչ որ գինը շուկայում բարձրանամ մեր հացահատիկի լավ կլինի։ Անձամբ մենք 40-50 հեկտար մեր ընտանիքով ցանել ենք։ Ավելացրել ենք, որովհետև այս տարի պետության օգնությունը կա մեջը, դրա համար ոնց որ շատ ռիսկ են գնացել, գոնա եթե Աստված չանի, եթե երաշտ լինի, գոնա այդ ծախսերի կեսը փակվի։ Ցամաքասարի վարչական ղեկավար Արայիկ Մարգարյանի հավաստմամբ պետական սուբսիդավորումը գյուղում խթանել է հողերի մշակությունը։ Եթե նախկինում տարեկան հազիվ 150 հեկտար էին ցանում, ապա այս տարի 550 հեկտար են ցանել ու հեկտարից միջինը 20 ցենտներ ցոր են ստացել։ Անջրդի հողերում սա է լավագույն ցուցանիշը, իսկ ցամաքասարցիներն ուզում են ոռոգելի դաշտերում վարուցանք անել։ Այդ դեպքում բոլորովին այլ կլինի պատկերը։ Կցանենք կարտոֆիլ, կցանենք աղամ, ավելի բարձր բերք ստանանք, հեկտարից կստանանք 40 տոննա կարտոֆիլ, ոչ թե 2 տոննա ցորեն։ Անասուններ պայում ես, միսը չես կարող ծախես, բուծերով չտանես ծախես, արդեն են չի լնում։ Գալիս են իրանց ուզած գինը տալիս են, տանում են։ Ճայելություն էլ չի հեշտում անասունի հետևից, հովիվներ չունենք, դժվար է, անասնաբույժությունը դժվարացել է։ Սեպտեմբեր ամսին գյուղում դաբաղի բռնկում է եղել, անասնաբույժի խոսքով բարեբախտաբար գլխաքանակի կորուստներ չեն ունեցել։ Վիրուսը ուրիշ տիպի էր, այդ տիպի վակցինա չէր ներկրվել Հայաստան, հիմա ներկրվել է, բոլոր կրկնակի միջոցառումներ եղել է, ռեվակցինացիան արված է, անասունների կորուստ էլ չենք ունեցել։ Ձեռ չի տալում անասնապահությունը, դրա համար գյուղացիները բոլորը քչացրել են, ամեն մեկը մի հատ երկու հատ կով են թողել, մի 10 հատ ոչխար իրան տան ծեդը կարիքները հոգալու համար։ Գյուղում վերջին մի քանի տարիների ամենամեծ ներդրումը թերևս հիմա է արվում։ Տեղական եւ պետական բյուջեների համաֆինանսավորմամբ մոտ 4 կիլոմետր երկարությամբ խմելու ջրագիծ է անցկացվելու, որպիսի գյուղում վերջապես ջրի հարցը լուծվի։ Ջրամբար ենք մենք ունենք, էլի վիրևը ջրամբարն ենք, լսում ենք ու մի օր տալիս ենք մի մայլայ, մի օր մի մայլայ, որ ջուրը հերիք էլի ժողովրդին։ Կորուստները մեկից եւ ավելի շատ են, դրա համար փոխում ենք, որ կորուստներ չլինեն։ Եթե այդ գլխավոր ջրագիծն էլ որ սառում է, ամբողջ գյուղը ոնց որ ջրից զրկվի, օրերով տանջվում ենք, բան ենք անում, կրակ ենք վառում, հալստում ենք։ Հիմնականում դրա համար են փոխում։ Գյուղում բացօթյա մարզադահլիճ է կառուցվել, գիշերային լուսավորություն անցկացվել, բայց սա բավարար չէ գյուղից արտագաղթը կանխելու համար։ Մենք առաջ քաշել ենք, որպեսզի դες մի հատ թեթև ինչ որ մի աշխատանքային տեղ բացվի, որ ժողովուրդն աշխատեն, դες ես եմ։ Հələ մինչև մի սպասում ենք։ Ճայելներն էլ դե ովքեր աշխատում են Թալին, Երևան, Շինարարության վրա, այդպես աշխատում են, գալիս են տուն։ 426 բնակիչ ունեցող գյուղի դպրոցում 28 աշակերտ է սովորում։ Տղաները հեռանում են աշխատանք գտնելու հույսով, աղջիկները նույնպես։ Այս տարի գյուղում ընդամենը 7 երեխա է ծնվել, անցած տարի 8։ Մենք ունենք մի 45 հատ երիտասարդ, որ բանակից եկել են, բայց չեն ամուսնացել, դրա համար էլ աշակերտների թիվը քանակը, երեխաների թիվը քիչ էլի։ Մեկը ասում է աղջիկ չկա, մյուսն ասում է հավես չունեմ, ժամանակ չունեմ, այդպես մնացել է։ Ցամաքասարցիները պետական գյուղաճակցության ծրագրերից էլ չեն կարողանում օգտվել։ Ոռոգման ջուր չունեցող գյուղում այգիներ հիմնել չեն կարող, ջերմոցներ նույնպես։ Տնտեսությունը չի զարգանում։ Բնակիչների խոսքով, եթե շուտով ջրի ու աշխատանքի հարցը չլուծվի, գյուղը կարող է դատարկվել։ Կարինե Կազարովա, Արսեն Գրիգորյան, Արագածոտնի մարզ, Թալին համայնք։